Բարև ձեզ։ Ոսեք ինչ մտահոգություն ունեք եւ այս բողոքի ակցիայով արդյոք կարող եք իրավապահների նաեւ ուշադրությունը հրավիրել, որպեսզի գործը ամբողջապես բացահայտվի։ Դե մենք հույսները սրանցա դրել ենք իրավապահ համակարգի վրա։ Ամեն դեպքում թողնում ենք, որ իրանք բացահայտեն այս գործը։ Ինձ թվում է պարտավոր են ու կարող են։ Այս բողոքի ակցիաները այնքան է շարունակվելու, քանի այս գործը բացահայտված չի։ Ու Վալոդիայի չլինելով չեն կարողանում մեզ կոտրեն կամ մեր միասնությունը կոտրեն։ Կարծում եք գործը ամբողջապես բացահայտված չէ։ Կարծում եմ, չէ, վստահ եմ։ Կալանավորված անձ կա, ով ինքնախոստովանական ցուցմունք է տվել, մեղադրանք է առաջադրվել։ Կալանավորված անձը կալանավորված է գործողություն կատարելու համար, օժանդակելու համար են ձերբակալված, բայց թե ովքեր են պատվիրանատուները ձերբակալված չեն ու բացահայտված չի։ Իսկ մենք վստահ ենք, որ կան պատվիրանատուներ ու դրանք Ախտոյան ընտանիքն է։ Մհեր Ախտոյանի գլխավորությամբ։ Պետք է պատվիրանատուներին գտնեն, ձերբակալեն, որ գոնե մի փոքր, մի հատ 5-10% հանգստություն լինի։ 2 ամիս կլինի շուտով։ Ինչու չի բացահայտվում սպանությունը ամբողջապես։ Այդ հարցին կարծում եմ ես չպետք է պատասխանեմ։ Ոստիկանությանը կարակ ուղեք։ Իրանք աշխատանք են տանում, հուսով ենք միգուցե 2 ամիսը քիչ է, կարող է 3 ամսում պիտի բացահայտեն։ Թողենք, որ օրենքի սահմաններում փորձեն բացահայտեն։ Հույս ունենանք կստացվի։ Ասում են ինչպես եք պատկերացնում թույլ չտալ, որպեսզի նրանք գան կամ նրանց հարազատները գան այստեղ ապրեն։ Ես այդ հարցին հարցով պատասխանեմ, իսկ ինչպես եք պատկերացնում, որ իրանք գան, իրանց հարազատներով ստե ապրեն ու մեկը ես անձամբ ել եմ դուրս հանդիպեն ինձ։ Վալոդիա Գրիգորյանը իմ եղբայրն է։ Ոչ մի ձև չի ստացվի էդի։ Կամ իմ տղեն հելնի ու հանդիպի իրանց երեխուն։ Մեզ կդրթեն դրանով նոր ինչ որ փորձանքի, նոր վենդետայի, իրանց ոնց որ ասում են վենդետայի։ Իսկ էդի թույլ տալ հնարավոր չի։ Այստեղ բոլորը կամ Վալոդիայի ընկերներն են, հարազատներն են, այն մարդիկ են, ովքեր հաստատ այդ ընտանիքի անդամներից մեկին տեսնելով կարան ուղղակի իրանց չզսպեն ու ինչ որ պրոբլեմ դառնա։ Իսկ մենք չենք ուզում պրոբլեմ դառնա կամ ինչ որ մեկի ընտանիքը խաթարվի այդ ընտանիքի պատճառով։ Թող օրենքով լուծեն այդ հարցը։ Դուք տեղեկացել եք, որ նրանք ցանկանում են գան այստեղ ապրեն։ Հա, տեղեկացել ենք։ Նախորդ անգամ եւս ակցիա արեցիք, ստորագրահավաք իրականացրեցիք։ Դա ինչ փոխեց։ Շարունակական է լինելու։ Թող միջով քննության ավարտա, չենք ասում ընդհանրապես չգան։ Թող քննության միջով ավարտա, այստեղ չգան։ Եթե իրանք անմեղ են, ոչ մեկ, ես ասում եմ, ոչ մեկ չի կարա իրանց ոչ մի բան ասի։ Եթե անմեղ են, թող գան քննության ավարտից հետո հանգիստ ապրեն։ Բայց քանի իրանք մեր համար համարվում են այն 99 չէ, 100% մեղավոր ընտանիքը, իրանք այստեղ չեն կարող ապրեն։ Քննության ավարտից հետո կորոշվի, որ անմեղ են, թող գան ապրեն։ Կորոշվի, որ անմեղ չեն, ուրեմն կկրեն պատիժ իրանց։ Դուք կարծում եք հնարավոր էր սպանությունը կանխվեր եւ նման ողբերգություն չլիներ։ Կարծում եմ հնարավոր էր։ Եթե ամեն մեկը իր տեղում լիներ, աշխատեին ոնց պետք է աշխատեին, միանշանակ հնարավոր կլիներ։